1944 թվականի մարտի 12-ին Բերլինի կենտրոնում Ռայխսկանցլերիայից երկու թաղամասային կողմ հայտնաբերեցին ՍՍ օբերշտուրմբանֆյուրեր Վալտեր Կրյուգերի դիակը, գնդակ քունքին, ատրճանակը ձեռքին։ Գեստապոն գործը փակեց որպես ինքնասպանություն, բայց կար մի մանրուք, որը թաքցրեցին բոլորից։ Նրա գիտելի աստառի մեջ ցուցակ գտան 12 անուն, 12 գերմանացի գործակալներ, որոնք աշխատում էին Մոսկվայի հենց սրտում։ 3 շաբաթ անց բոլոր 12-ն էլ ձերբակալվեցին։ Մի քանի տարի գեստապոն փնտրում էր նրան, ով գցել էր այդ ցուցակը։ Նրանք հարցաքննեցին հարյուրավոր մարդկանց։ Կասկածանքով գնդակը հարեցին տասնյակների, բայց այդպես էլ չիմացան ճշմարտությունը։ Ում ոչնչացրեց ԽՍՀՄ-ում Ռայֆի լավագույն գործակալական ցանցը 4 տարի քայլել էր նրանց հետ նույն միջանցքներով։ Նրանց հետ շնապս էր խմել սպայական խաղատանը։ Գրել էր նրանց համազգեստը եւ խոսել նրանց լեզվով առանց չնչին իսկ ակցենտի։ Բերլինում նրան ճանաչում էին որպես Կուրտ Վեբեր, համեստ թարգմանիչ սպառազինության նախարարությունից։ Մոսկվայում մի քանի հոգի նրան գիտեին Արարատ օպերատիվ ծածկանվամբ։ Եվ միայն մեկ մարդ գիտեր նրա իրական անունը։ Նրա անունը Գարեգին Վարդանյան էր։ Նա հայ էր Երևանից, եւ սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը խաբեց Չարիքի մի ամբողջ կայսրության 1461 օր շարունակ։ Գիտեք թե որն է ամենասարսափելին հետախույզի աշխատանքում։ Ոչ խոշտանգումները, ոչ բացահայտման վախը։ Ոչ էլ գնդակը ծոծրակին, գեստապոյի նկուղում։ Ամենասարսափելին այն է, երբ մոռանում ես, թե ով ես դու իրականում։ Գարեգին Վարդանյանը Բերլինում անցկացրեց 1461 օր, 4 տարի, եւ ամեն առավոտ նա արթնանում էր այն մտքով, որ այսօր կարող է վերջինը լինել։ Ամեն օր նա հագնում էր ուրիշի անձը, ինչպես կոստյում, խոսում էր օտար լեզվով, ծիծաղում էր ուրիշի կատակների վրա, ատում էր նրանց, ում պետք է ատեր ըստ լեգենդի։ Իսկ ամեն գիշեր, մնալով մենակ, նա նայում էր հայելուն եւ փորձում էր հիշել մոր դեմքը։ Ծիրանենիների բույրը իրենց տան բակում, Երևանում։ Հորձայնը, ով նրա համար Թումանյանի բանաստեղծություններն էր կարդում, բայց ամիս առ ամիս հիշողությունները դառնում էին ավելի ու ավելի աղոտ։ Կուրտ Վեբերը դանդաղորեն խժռում էր Գարեգին Վարդանյանին ներսից։ 1942 թվականի Բերլինը հաղթողների քաղաք էր։ Ամենայն դեպս նրանք այդպես էին կարծում։ Ստալինգրադը դեռ տեղի չէր ունեցել։ Գերմանական տանկերը կանգնած էին Մոսկվայից 300 կիլոմետր հեռավորության վրա։ Ամեն օր ռադիոյով հաղորդում էին նոր հաղթանակների մասին ամփոփագրեր, եւ փողոցում մարդիկ ժպտում էին, լսելով դրանք։ Գարեգինը լսում էր նույն ամփոփագրերը եւ ժպտում էր բոլորի հետ միասին, որովհետեւ եթե նա չժպտար, եթե գոնե մեկ վայրկյան նրա դեմքը մատներ այն, ինչն նա զգում է իրականում, նա մեռած կլիներ դեռ մինչև մայրամուտ։ Նա աշխատում էր որպես թարգմանիչ Ռայֆի սպառազինության նախարարությունում։ Աննկատ մարդ, աննկատ պաշտոնում։ Ամեն օր նրա ձեռքով անցնում էին տասնյակ փաստաթղթեր, նոր զենքի տեխնիկական բնութագրեր, արտադրության պլաններ, հաշվետվություններ գործարաններից, տեղեկատվություն, որի համար խորհրդային հետախուզությունը ամեն ինչ կտար։ Եվ Գարեգինը տալիս էր։ 2 շաբաթը մեկ նա միկրոժապավենով փոքրիկ բարկուճը թողնում էր Տիրգարտեն այգու հիմ կաղնու փչակում։ 2 շաբաթը մեկ նրան անհայտ մարդը վերցնում էր այդ բարկուճը եւ փոխանցում շղթայով։ Մինչև Մոսկվա տեղեկատվությունը հասնում էր մոտ 1 ամսում, բայց այն հասնում էր։ Բերլինում ոչ ոք չգիտեր, թե ով է Գարեգին Վարդանյանը։ Բոլորի համար նա Կուրտ Վեբերն էր, 32-ամյա ինժեներ Քյոնիգսբերգից, ով կորցրել էր ընտանիքը ռմբակոծության ժամանակ եւ տեղափոխվել մայրաքաղաք, նոր կյանք սկսելու համար։ Կատարյալ լեգենդ, կատարյալ քողարկում։ Մահացած ընտանիքը նշանակում էր, որ ոչ ոք հարցեր չի տա, ոչ ոք հյուր չի գա Սուրբ Ծննդին, ոչ ոք նամակ չի գրի, որը ստիպված կլինես բացատրել։ Բայց կատարյալ լեգենդներ գոյություն չունեն։ Գարեգինը դա հասկացավ հենց առաջին շաբաթվա ընթացքում։ Նա քայլում էր Ունտեր դեն Լինդենով, Բերլինի գլխավոր փողոցով, երբ թիկունքում ձայն լսվեց. «Հեյ, Կուրտ, Կուրտ Վեբեր»։ Նա կանգ չառավ, չշրջվեց։ Պարզապես շարունակեց քայլել, որովհետև Կուրտ Վեբերը նրա անունը չէր։ Նրա անունը Գարեգին էր, եւ նրա մարմինն արձագանքեց ավելի շուտ, քան բանականությունը։ Կուրտ, սպասիր վերջապես։ Ինչ որ մեկի ձեռքը բռնեց նրա ուսից։ Գարեգինը շրջվեց։ Նրա առջև կանգնած էր վերմախտի համազգեստով մի անծանոթ տղամարդ։ Լայն ժպիտ պարզած ձեռք։ Կուրտ, դու ինչ է չես ճանաչում ինձ։ Ես եմ Հանսը։ Մենք միասին սովորել ենք Քյոնիգսբերգում, հիշում ես։ Գարեգինի սիրտը կանգ առավ։ Նա զգաց, թե ինչպես է արյունը հեռանում դեմքից,
Սա վերջն էր։ Իսկական Կուրտ Վեբերը սովորել էր այս մարդու հետ։ Իսկ նա, Գարեգինը, երբեք կյանքում չէր եղել Քյոնիգսբերգում։ 1 վայրկյան, 2, 3, նա նայում էր այդ հանսին եւ հասկանում, որ հաջորդ բառերը կամ կփրկեն իրեն, կամ կսպանեն։ Եվ այդ ժամանակ նա արեց այն, ինչ իրեն սովորեցրել էին հետախուզական դպրոցում։ Նա ժպտաց. «Ներեցեք, դուք հավանաբար սխալվել եք։ Ես իսկապես Կուրտ Վեբերն եմ, բայց ես սովորել եմ ոչ թե Քյոնիգսբերգում, այլ Դանցիգում, երևի պարզապես նման եմ ձեր ծանոթին»։ Հանսը հոնքերը կիտեց, ավելի ուշադիր նայեց։ «Հա, ներիր, ընկեր, թվաց, դու պարզապես անհավանական նման ես մի մարդու, նույնիսկ ձայնդ է նման։ Ներիր անհանգստության համար»։ Նա պատվի առավ եւ հեռացավ։ Գարեգինը կանգնած էր փողոցի մեջտեղում եւս 5 րոպե, ոտքերը չէին ենթարկվում, ձեռքերը դողում էին։ Նա քիչ էր մնում տապալվեր հենց առաջին շաբաթվա ընթացքում այն բանի պատճառով, որ չէր արձագանքել սեփական անվանը։ Այդ գիշեր նա չքնեց։ Նա պառկած էր մահճակալին Ֆրիդրիխշտրասեի իր փոքրիկ բնակարանում եւ բարձրաձայն կրկնում էր. «Ես Կուրտ Վեբերն եմ։ Ես ծնվել եմ Քյոնիգսբերգում։ Ոչ, Դանցիգում։ Ես սովորել եմ Դանցիգում։ Մայրս մահացել է ռմբակոծության ժամանակ։ Հայրս մահացել է ռմբակոծության ժամանակ։ Ես ոչ ոք չունեմ։ Ես Կուրտ Վեբերն եմ»։ Նա կրկնում էր դա նորից ու նորից, մինչև բառերը կորցրին իմաստը, մինչև դրանք դարձան պարզապես հնչյուններ, մինչև նա ինքը հավատաց դրանց։ Առավոտյան նա վեր կացավ, հագավ կոստյումը եւ գնաց աշխատանքի, ինչպես միշտ, կարծես ոչինչ չէր պատահել։ Նա Կուրտ Վեբերն էր, իսկ Կուրտ Վեբերը երբեք չէր ուշանում։ Բայց հասկանալու համար, թե ինչպես երևանցի հայ տղան հայտնվեց նացիստական Գերմանիայի հենց սրտում, պետք է վերադառնալ մի քանի տարի հետ, այն օրը, երբ ավարտվեց մի կյանք եւ սկսվեց մյուսը։ Երևան 1938 թվական։ Մարտ։ Դեռ ցուրտ է, բայց արևն արդեն գարնանային ջերմությամբ է տաքացնում։ Համալսարանի բակում ուսանողները քննարկում են դասախոսությունները, աղջիկներին, ֆուտբոլը, սովորական օր, սովորական կյանք։ Գարեգին Վարդանյանը 22 տարեկան է։ Նա բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է, մասնագիտացումը գերմանական լեզուներ։ Նա գերմաներեն խոսում է այնպես, կարծես ծնվել է Բեռլինում։ Դասախոսները նրան հանճար են անվանում։ Համակուրսեցիները նախանձում են։ Աղջիկները աչք են դնում։ Նա ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել 22 տարեկանում։ Սիրելի գործ, ընկերներ, ընտանիք։ Մայրով ամեն կիրակի տորմա է պատրաստում։ Այդմության պրոֆեսոր, ով երեկոյան բարձրաձայն Չարենց եւ Իսահակյան է կարդում։ Իսկ հետո ամեն ինչ վերջացավ։ Սևագրավը եկավ գիշերը։ Ինչպես միշտ, նրանք միշտ գալիս էին գիշերը, որպեսզի հարևանները չտեսնեն, որպեսզի ավելի քիչ վկաներ լինեն, որպեսզի վախն ավելի ուժեղ լինի։ Գարեգինն արթնացավ դղրդյունից։ Մուտքի դուռը մեկ հարվածով ջարդեցին։ Նկվդի համազգեստով 3 հոգի ներխուժեցին բնակարան։ Մեկը բռնեց հորը հենց անկողնում։ Երկրորդը սկսեց շուռ տալ գրապահարանները։ Երրորդը պահում էր մորը, ով գոռում էր այնպես, որ Գարեգինն այդ ճիչը հիշեց մինչև իր օրերի վերջը։ Ամեն ինչ տեղի ունեցավ մի քանի րոպեում։ Հորը բակ հանեցին ներքնազգեստով։ Խցկեցին մեքենան։ Դուռը շրխկաց։ Շարժիչը գործի ընկավ։ Եվ լռություն։ Գարեգինն այլևս երբեք հորը ողջ չտեսավ։ 3 շաբաթ անց նրանց հայտնեցին, որ պրոֆեսոր Աշոտ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել հակախորհրդային գործունեության մեջ եւ դատապարտվել գնդակահարության։ Դատավճիռն ի կատար է ածվել։ Մարմինը չի տրվում։ Մայրը չկարողացավ տանել դա։ Ոչ, նա չմահացավ, բայց նրա ներսում ինչ-որ բան ընդմիշտ կոտրվեց։ Նա դադարեց խոսել, դադարեց ուտել։ Պարզապես նստում էր պատուհանի մոտ եւ նայում փողոցին, կարծես սպասում էր, որ սև ագրավը կվերադառնա եւ կտանի նաեւ իրեն։ Գարեգինին համալսարանից հեռացրին հաջորդ իսկ օրը։ Ազգի թշնամու որդին կրթության իրավունք չունի։ Ընկերները դադարեցին բարևել, նրան տեսնելիս անցնում էին փողոցի մյուս կողմը։ Բոլորը վախենում էին, եւ նա նրանց չէր մեղադրում։ 2 ամիս նա գլուխը պահում էր պատահական վաստակով։ Բեռնակի շուկայում, հավաքարար, բաղնիքում, ցանկացած աշխատանք, որտեղ փաստաթուղթ չեն հարցնում, ցանկացած աշխատանք, որտեղ չեն նայում հարցաթերթիկին։ Իսկ հետո եկան նրա հետևից, այս անգամ ոչ թե սև ագրավը, սովորական մարդ, սովորական կոստյումով։ Ցերեկը թակեց դուռը, օրինավոր շյուրի պես, ներկայացավ Սերգեյ Պավլովիչ, ներս մտնելու թույլտվություն խնդրեց։ Նա խոսում էր հանգիստ, նույնիսկ բարյացակամ։ Իբր մենք ամեն ինչ գիտենք ձեր հոր մասին, Գարեգին Աշոտովիչ։ Գիտենք, որ նա անմեղ էր,
Նման բաներ պատահում են, ցավոք, դևերում չափն անցնում են, ժամանակն է այդպիսին, բայց մենք կարող ենք ձեզ օգնել։ Մենք կարող ենք վերականգնել ձեզ համալսարանում, կարող ենք վերադարձնել ձեր ընտանիքի բարի անունը։ Դուք միայն պետք է հայրենիքի համար մի բան անեք։ Գարեգինը լսում էր եւ հասկանում, որ ընտրություն չկա, սա խոսակցություն չէր, սա ծանուցում էր։ Համաձայնից թե չէ հաջորդ ագրավը կգա քո հետևից։ Եվ նա համաձայնեց։ Մեկ շաբաթ անց նա արդեն Մոսկվայում էր, հատուկ դպրոց Պոդորսկի մոտակայքում, երկհարկանի առանձնատուն, շրջապատված անտառով եւ փշալարերով, պաշտոնապես առողջարան թեթև արդյունաբերության աշխատողների համար, իրականում հետախույզների դարբնոց։ Այնտեղ կային եւս 7 նրա նման, լեզուների իմացությամբ եւ այնպիսի անցյալով երիտասարդներ, որը նրանց խոցելի էր դարձնում, բռնադատվածների երեխաներ, կենսագրության մեջ բիծ ունեցող մարդիկ, ովքեր վերադառնալու տեղ չունեին, հրահանգիչը, զինվորական կեցվածքով եւ ամբողջ դեմքը հատող սպիով մի տարեց տղամարդ, հենց առաջին օրը նրանց ասաց այն, ինչ Գարեգինը հիշեց ամբողջ կյանքում. դուք այլևս նրանք չեք, ով էիք, ձեր անունները, ձեր ընտանիքները, ձեր հիշողությունները, այդ ամենը մեռած է, այս պահից դուք մաքուր էջեր եք, մենք ձեր վրա նոր պատմություններ կգրենք, դուք կդառնաք այլ մարդիկ, եւ այդ այլ մարդիկ կծառայեն հայրենիքին այնտեղ, որտեղ սովորական մարդիկ չեն գոյատևի, եւ 1 օր, 2 տարվա պատրաստություն, 2 տարվա դժոխք, նրանց սովորեցնում էին ամեն ինչ։ Գերմաներենը պարզապես բառեր չէին, այլ ինտոնացիաներ, բարբառներ, սլենգ, ինչպես են խոսում Բավարիայում եւ ինչպես Պրուսիայում, ինչպիսի կատակներ են պատմում բերլինյան գարեջրատներում, ինչ երգեր են երգում տուներին, նրանց սովորեցնում էին գերմանացի լինել, քայլվածք, կեցվածք, ժեստեր, ինչպես է գերմանացին պատարագ բռնում, ինչպես է գերմանացին ծխախոտ վառում, ինչպես է գերմանացին ծիծաղում, ինչպես է գերմանացին բարկանում, հազարավոր մանրուքներ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր կյանք արժանալ, նրանց սովորեցնում էին սպանել, մերկ ձեռքերով, դանակով, պարանով, անաղմուկ եւ արագ, այնպես որ զոհը չհասցնի հասկանալ, թե ինչ է կատարվում, նրանց սովորեցնում էին գոյատևել, հարցաքննություններ, խոշտանգումներ, հոգեբանական ճնշում, ինչպես դիմանալ, երբ կոտրում են մատներդ, ինչպես լռել, երբ քեզ չեն կերակրում 1 շաբաթ, ինչպես չխելագարվել մենախցում, Գարեգինն անցավ ամեն ինչի միջով, եւ երբ 1939 թվականի դեկտեմբերին հրահանգիչը կանչեց նրան իր աշխատասենյակ, նա արդեն գիտեր, որ պատրաստ է։ Դու մեկնում ես Բերլին, ասաց հրահանգիչը, քո լեգենդը պատրաստ է, դու կլինես Կուրտ Վեբերը, անգիր արա այս կենսագրությունը, այն պետք է դառնա քո կյանքը։ Նա սեղանին դրեց թղթապանակը, լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, մի մարդու ամբողջ կյանքը, ով մահացել էր Լեհաստանում ռմբակոծության ժամանակ, կյանք, որը Գարեգինը պետք է գողանար, եւ վերջինը, հրահանգիչը նայեց նրա աչքերին, քո ընտանիքը, քո մայրը, դու այլևս չես կարող կապվել նրա հետ, նրա համար դու կմեռնես, բոլորի համար դու կմեռնես, Գարեգին Վարդանյանը կդադարի գոյություն ունենալ, հասկանում ես դա, Գարեգինը հասկանում էր, նա դուրս եկավ աշխատասենյակից արդեն ուրիշ մարդ, Կուրտ Վեբեր Քյոնիգսբերգից ինժեներ, որ առանց անցյալի եւ շատ մշուշոտ ապագայով, 2 շաբաթ անց նա հատեց իրանական սահմանը, 1 ամիս անց Ստամբուլում էր, 2 ամիս անց Բերլինում, եւ հաջորդ 4 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չարտասանեց իր իսկական անունը։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչ է նշանակում դառնալ այլ մարդ, ոչ թե ձևանալ, ոչ թե դեր խաղալ, այլ իսկապես դառնալ ուրիշ մեկը, մտածել նրա պես, զգալ նրա պես, հիշել այն, ինչ երբեք չի եղել։ Գարեգինը դա սովորեց Բերլինում գտնվելու առաջին ամիսներին, որովհետև ձևանալը բավարար չէր, ձևացնելը վաղ թե ուշ մատնում է իրեն, պատահական բառ, սխալ արձագանք, շփոթվածության վարքյան եւ ամեն ինչ վերջացած է, պետք էր դառնալ։ Կուրտ Վեբերը ծնվել էր 1910 թվականի օգոստոսի 14-ին Քյոնիգսբերգում, հայրը նավաշինարանում ինժեներ էր, մայրը տնային տնտեսուհի, 17 տարեկանում նա ընդունվել էր տեխնիկական ինստիտուտ, 23-ում ամուսնացել էր Մարտա անունով աղջկա հետ, 29 տարեկանում կորցրել էր բոլորին, կնոջը, ծնողներին, կրտսեր եղբորը, երբ լեհական ռումբը ընկել էր նրանց տան վրա պատերազմի առաջին օրերին։ Սա պաշտոնական պատմությունն էր։ Փաստաթղթերը հաստատում էին յուրաքանչյուր բառը։ Ծննդյան վկայական, ինստիտուտի դիպլոմ, ամուսնության վկայական, հարազատների մահվան տեղեկանքներ։
Ամեն ինչ իսկական էր։ Ամեն ինչ պատկանում էր իրական Կուրտ Վեբերին, ով իսկապես զոհվել էր ռմբակոծության ժամանակ, բայց ում մարմինն այդպես էլ չէին գտել։ Խորհրդային հետախուզությունը կարողանում էր աշխատել փաստաթղթերի հետ։ Նրանք գտել էին կատարյալ նմանակի, մարդ առանց ողջ մնացած հարազատների, առանց մտերիմ ընկերների, առանց հետքերի ներկայում, մարդ, ում կյանքը կարելի էր գողանալ առանց ռիսկի։ Գարեգինը Բերլին ժամանեց Ստամբուլով և Վիեննայով 1940 թվականի փետրվարին։ Գնացքը անհալտեր կայարան մտավ վաղ առավոտյան։ Նա հիշում էր այդ պահը մինչև ամենափոքր մանրուքները։ Մոխրագույն երկինք, ածխի և մեքենայի յուղի հոտ, համազգեստով մարդկանց բազմություն, սվաստիկայով կարմիր դրոշներ յուրաքանչյուր շենքի վրա։ Նա իջավ կառամատույց մեկ ճամպրուկով։ Ճամպրուկում մի քանի վերնաշապիկ, սափրվելու պարագան էր, զոհված կնոջ լուսանկարը և 500 ռայխսմարկ առաջին ժամանակահատվածի համար։ Ուրիշ ոչինչ, ոչ մի կեռիկ, ոչ մի հետք, ոչինչ, ինչը կարող էր կապել նրան անցյալ կյանքի հետ։ Առաջին օրերն ամենածանրն էին, ոչ թե վտանգի պատճառով։ Վտանգն ավելի ուշ եկավ, այլ մենակության, բացարձակ, հոգին այրող մենակության։ Նա սենյակ վարձեց Ֆրիդրիխշտրասեի պանսիոնում։ Տանտիրուհին, Ֆրաու Միուլեր անունով տարեց այրին, խոսասեր կին դուրս եկավ։ Նա հարցուփորձ էր անում ընտանիքի, աշխատանքի, պլանների մասին։ Գարեգինը պատասխանում էր անգիր արած արտահայտություններով։ Այո, կորցրել եմ բոլորին Քյոնիգսբերգում։ Այո, եկել եմ աշխատանք փնտրելու։ Այո, հույս ունեմ նոր կյանք սկսել մայրաքաղաքում։ Ֆրաու Միուլերը գլուխն է շարժում և ասում, որ պատերազմը սարսափելի բան է, բայց ֆյուրերը շուտով բոլորի հարցերը կլուծի, և այդ ժամանակ լավ կապրենք։ Գարեգինը գլխով էր անում և ժպտում։ Այո, Ֆրաու Միուլեր, իհարկե, Ֆրաու Միուլեր։ Հայլ Հիտլեր, Ֆրաու Միուլեր, յուրաքանչյուր բառ սուտ էր, յուրաքանչյուր ժպիտ դիմակ էր, և օրեցօր դիմակն ավելի ու ավելի ամուր էր կպչում։ Աշխատանքն անտետավ 3 շաբաթ անց։ Սպառազինության նախարարությունը փնտրում էր թարգմանիչների, տեխնիկական տերմինաբանության իմացությամբ։ Գարեգինը փայլուն անցավ հարցազրույցը։ Նրա գերմաներենն անթերի էր, իսկ ինժեներական կրթությունը նույնպես լեգենդի մաս, որը հաստատված էր կեղծ դիպլոմով, նրան դարձնում էր կատարյալ թեկնածու։ Նրան ընդունեցին տեխնիկական փաստաթղթերի բաժին։ Աշխատանքը ձանձրալի էր, թարգմանել սարքավորումների հրահանգներ, տեխնիկական հաշվետվություններ, նամակագրություն օտարերկրյա գործընկերների հետ, բայց դա հասանելիություն էր։ Մուտք դեպի շենք, մուտք դեպի մարդիկ, մուտք դեպի տեղեկատվություն։ Առաջին ամիսը նա պարզապես աշխատում էր։ Չէր անում ոչինչ կասկածելի, չէր տալիս ավելորդ հարցեր, չէր փորձում ներթափանցել այնտեղ, որտեղ չի թույլատրվում։ Պարզապես լավ, աննկատ, հուսալի աշխատակից էր։ Նրան նկատեցին։ Բաժնի պետը, Հեր Շմիդտը, գնահատեց նրա ջանասիրությունը։ Գործընկերները ընդունեցին որպես յուրայինի։ Նրան սկսեցին հրավիրել ճաշի, աշխատանքից հետո գարեջուր խմելու, կիրակնօրյա պիկնիկների, և Գարեգինը գնում էր, խմում էր գարեջուր, ծիծաղում էր կատակների վրա, լսում էր խոսակցությունները, մտապահում էր անուններ, պաշտոններ, կապեր, ով ում հետ է ընկերություն անում, ով ում է ատում, ով խնդիրներ ունի փողի հետ, ով կնոջ։ Ցանկացած տեղեկություն կարող էր պետք գալ։ Կապը Մոսկվայի հետ հաստատեցին նրա ժամանումից 1 ամիս անց։ Շփումը տեղի ունեցավ ամենաանսպասելի վայրում՝ եկեղեցում։ Գարեգինը հավատացյալ չէր, բայց Կուրտ Վեբերը, ըստ լեգենդի, լյութերական էր և ամեն կիրակի գնում էր պատարագի։ Այդ օրը նրա կողքին նստեց մի անծանոթ մարդ, վերնակաց, քահանայի բարի դեմքով։ Նա ցածրաձայն ասաց մեկ նախադասություն հայերեն։ Նախադասություն, որը գիտեին միայն յուրայինները։ Արարատը լուրերի է սպասում։ Գարեգինը պատասխանեց գաղտնաբառի երկրորդ մասով։ Արարատը համբերատար է։ Մարդը ժպտաց, սեղմեց նրա ձեռքը և հեռացավ։ Այլևս նրանք երբեք չհանդիպեցին։ Բայց հիմա Գարեգինը գիտեր կապ կա։ Նա մենակ չէ։ Համակարգը պարզ էր և հուսալի։ Թաքստոց Տիրգարտեն այգում, շատրվանից 3-րդ նստարանի մոտ գտնվող հին կաղնու փչակում, ազդանշան, կավիճով նշան, Շարլոտենշտրասեի անկյունում գտնվող Լապտերասյան վրա, սպիտակ խաչ, փոխանցելու բան կա։ Կարմիր շրջան, վտանգ, կապն ընդհատված է։ 2 շաբաթը մեկ Գարեգինը գալիս էր այգի։ Եթե ամեն ինչ մաքուր էր, նա փչակում թողնում էր միկրոժապավենով փոքրիկ պարկուճը։ Ով էր այն վերցնում, նա չգիտեր։ Ուր էր այն գնում հետո, չէր հարցնում։ Որքան քիչ գիտես, այնքան քիչ կպատմես հարցաքննության ժամանակ։
Առաջին փոխանցումը տեղի ունեցավ 1940 թվականի ապրիլին։ Մի քանի էջև տեխնիկական հաշվետվություն ավիացիոն շարժիչի նոր տեսակի մասին, ոչ մի առանձնահատուկ բան, բայց դա առաջին քայլն էր։ Եվ Գարեգինը գիտեր, հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակում ատել այնքան ուժեղ, որ այդ ատելությունը դառնում է ֆիզիկական ցավ, երբ այն այրում է ներսից, թույլ չի տալիս շնչել, ստիպում է սեղմել բռունցքները մինչև արյուն գա։ Գարեգինը գիտեր, նա զգում էր դա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, անցկացրած այն մարդկանց մեջ, ում նա ատում էր ամբողջ սրտով։ Ռայֆի սպառազինության նախարարությունը տեղակայված էր հսկայական մոխրագույն շենքում, Ունտեր դեն Լինդենի վրա։ 500 աշխատասենյակներ, միջանցքներ, խորհրդակցական սենյակներ, հարյուրավոր մարդիկ, համազգեստով եւ առանց, ֆյուրերի դիմանկարները յուրաքանչյուր պատին, սվաստիկաներ յուրաքանչյուր դրոշի վրա։ Գարեգինը գալիս էր աշխատանքի առավոտյան 8-ին, կախում էր վերարկում կեռիկից, նստում էր իր սեղանի մոտ, բացում էր փաստաթղթերով թղթապանակները։ Կողքին նստած էին գործընկերները, նույնպիսի թարգմանիչներ, պատերազմի հսկայական մեքենայի նույնպիսի պտուտակներ։ Նրանք սովորական մարդիկ էին։ Դրանում էր կայանում էր սարսափը։ Հեր Հոֆմանը, աշխատասենյակի հարևանը, բարեհոգի թմբլիկ մարդ էր, ով պաշտում էր իր կնոջն ու 3 դուստրերին։ Ամեն երկուշաբթի նա տնական թխվածքաբլիթներ էր բերում եւ հյուրասիրում բոլորին։ Ամեն ուրբաթ ծիծաղելի պատմություններ էր պատմում ընտանեկան ընթրիքների մասին։ Նա նաև հիացմունքով քննարկում էր Վերմախտի հաղթանակները արևելյան ճակատում, նկարագրում էր, թե ինչպես են մեր տղաները կարգուկանոն հաստատում Ռուսաստանում, ինչպես են այրում պարտիզանական գյուղերը, ինչպես են գնդակահարում կոմիսարներին, եւ ժպտում էր այդ ընթացքում, նույն ժպիտով, որով հյուրասիրում էր թխվածքաբլիթները։ Գարեգինը ժպտում էր ի պատասխան, գլխով էր անում, հավանություն էր տալիս, իսկ գիշերը պառկում էր առանց քնելու եւ պատկերացնում, թե ինչպես է սեղմում ձեռքերը Հերը Հոֆմանի կոկորդին, բայց նա չէր կարող, իրավունք չուներ։ Նրա առաքելությունն ավելի կարևոր էր անձնական ատելությունից։ Մեկ սպանված գերմանացին ոչինչ է։ Տեղեկատվությունը, որը նա փոխանցում էր, կարող էր փրկել հազարավոր կյանքեր, եւ նա համբերում էր։ Ամենադժվարը նրանց կյանքին մասնակցելն էր։ Ոչ պարզապես կողքին աշխատելը, այլ կոլեկտիվի մաս լինելը։ Գնալ ծննդյան տոների, տոնել Ռայֆի հաղթանակները, կենացնել ասել ֆյուրերի առողջության համար։ Մի անգամ 41 թվականի հունիսին նրանց բաժինը երեկույթ կազմակերպեց։ Գերմանիան հենց նոր հարձակվել էր Խորհրդային Միության վրա։ Բոլորը էյֆորիայի մեջ էին։ Ռադիոն գոռում էր 100 հազարավոր գերիների դեպի Մոսկվա գնացող տանկերի շուտափույթ հաղթանակի մասին։ Հեր Շմիդտը բարձրացրեց գավաթը ֆյուրերի համար, հանուն Մեծ Գերմանիայի, հանուն բոլշևիկյան վարակի ոչնչացման։ Բոլորը խմեցին, եւ Գարեգինը նույնպես խմեց։ Ժպտաց։ Գոռաց Հայր Հիտլեր բոլորի հետ միասին։ Իսկ նրա ներսում ինչ-որ բան մեռնում էր։ Նա դուրս եկավ զուգարան եւ 5 րոպե կանգնեց, ճակատը հենած սառը սալիկին։ Նրա սիրտը խառնում էր։ Ոչ ալկոհոլից, այլ ինքն իր հանդեպ զզվանքից։ Այն բանի գիտակցումից, թե ինչի է նա վերածվել։ Բայց նա իրեն հավաքեց, լվացվեց, վերադարձավ գործընկերների մոտ, շարունակեց ժպտալ, որովհետև այնտեղ, հեռու արևելքում, պատերազմ էր ընթանում։ Նրա երկիրը արյունակամ էր լինում, եւ միակ բանը, որ նա կարող էր անել, իր աշխատանքը շարունակելն էր, տեղեկատվություն հավաքելը, այն փոխանցելը, հուսալը, որ դա կօգնի, աշխատանքը դառնում էր ավելի ու ավելի կարևոր։ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո սպառազինության նախարարությամբ սկսեցին անցնել բոլորովին այլ մակարդակի փաստաթղթեր, նոր տանկերի, ինքնաթիռների, հրթիռների պլաններ, արտադրության հաշվետվություններ, ռազմաճակատի կարիքների կանխատեսումներ։ Գարեգինը կարդում էր այդ փաստաթղթերը ցերեկը եւ պատճենում գիշերը։ Նա ուներ իր համակարգը։ Նա երբեք դուրս չէր հանում բնօրինակները, երբեք նշումներ չէր անում աշխատավայրում։ Պարզապես մտապահում էր համարներ, թվեր, սխեմաներ, իսկ տանը իր սենյակում վերարտադրում էր ամեն ինչ հիշողությամբ։ Լուսանկարելը չափազանց վտանգավոր էր։ Միկրոխցիկը, որը նրան փոխանցել էին թաքստոցի միջոցով, օգտագործվում էր միայն ամենակարևոր փաստաթղթերի համար։ Նրանց, որոնք անհնար է մտապահել, նրանց, որոնք պետք էր փոխանցել բառացի։ Այդ ժամանակ նա մնում էր աշխատավայրում մինչև ուշ, հրատապ թարգմանության պատրվակով։ Երբ միջանցքները դատարկվում էին, նա թափանցում էր արխիվ։ Մի քանի րոպե եւ փաստաթուղթը նկարահանված է փոստային նամականիշի չափի ժապավենի վրա։ Վախը մշտական ուղեկից էր, ոչ սուր, ոչ կաթվածահարանող, այլ բութ, ֆոնային, ինչպես ատամնացավը։ Նա արթնանում էր դրա հետ,
եւ քնում դրա հետ։ Սովորել էր ապրել դրա հետ, ինչպես քրոնիկ հիվանդության։ Երբեմն վախը դուրս էր ժայթքում։ Այն պահերին, երբ ամեն ինչ պլանով չէր ընթանում, երբ ինչ-որ մեկը անսպասելի մտնում էր արխիվ, երբ պահակը չափազանց ուշադիր էր նայում, երբ գործընկերը տարօրինակ հարց էր տալիս։ Մի անգամ Հեր Հոֆմանը ճաշի ժամանակ հարցրեց նրան. «Կուրտ, իսկ ինչու են աչքերդ այդքան մուգ»։ Հյուսիսային գերմանացու համար դա անսովոր է։ Գարեգինի սիրտը կանգ առավ, բայց նա նույնիսկ չսարսռաց։ «Տատիկս Էլզասից էր», պատասխանեց նա։ «Այնտեղ շատ ֆրանսիական արյուն կա։ Ասում են, ես նրան եմ քաշել»։ Հոֆմանը գլխով արեց եւ շարունակեց ուտել։ Իսկ Գարեգինը հասկացավ, որ հիմա նրան լեգենդի նոր դետալ է պետք։ Տատիկ Էլզասից պետք կլինի հորինել անուն, կենսագրություն, պատմություն։ Այն դեպքի համար, եթե նորից հարցնեն։ Այդպես նա ապրում էր, անընդհատ կառուցելով իր սուտը, ավելացնելով նոր շերտեր, նոր մանրամասներ։ Կուրտ Վեբերը դառնում էր ավելի ու ավելի իրական։ Նա ձեռք էր բերում անցյալ, սովորություններ, կարծիքներ։ Նա սիրում էր շպատեն գարեջուրը եւ տանել չէր կարողանում օպերան։ Երկրպագում էր հերթաֆուտբոլային թիմին։ Կարծում էր, որ պատերազմը կավարտվի մինչև Սուրբ Ծնունդ։ Երբեմն Գարեգինը բռնացնում էր իրեն այն մտքի վրա, որ մտածում է ինչպես Կուրտ Վեբերը, արձագանքում է ինչպես նա, զգում է ինչպես նա, եւ դա ավելի շատ էր վախեցնում, քան գեստապոն։ Ահա ձեր ուղարկած երկրորդ մասի թարգմանությունը, սկսած «Ես մոմենտ է» հատվածից մինչև «Это верная смерть» կամ պահեր, որոնք ընդմիշտ փոխում են կյանքը։ Երբ հասկանում ես այն, ինչ արել ես, այլևս հնարավոր չէ չեղարկել։ Դու հատել ես սահմանագիծը եւ հետդարձի ճանապարհ չկա։ Գարեգինի համար այդպիսի պահ դարձավ 1941 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը։ Այն գիշերը, երբ նա առաջին անգամ փոխանցեց տեղեկատվություն, որը կարող էր փոխել պատերազմի ընթացքը։ Այդ ժամանակ նա արդեն 1.5 տարի աշխատում էր նախարարությունում։ Նվաճել էր վստահություն։ Ստացել էր հասանելիություն ավելի բարձր մակարդակի գաղտնիության նյութերին։ Նրան նույնիսկ ներգրավում էին հենց նախարար Տոտտի մոտ խորհրդակցությունների համար փաստաթղթերի թարգմանության գործում, եւ մի օր նրա սեղանին հայտնվեց հույժ գաղտնի մակագրությամբ թղթապանակը։ Նախագիծ վագր, նոր ծանր տանկ, որը պետք է բեկում մտցներ պատերազմի ընթացքի մեջ արևելյան ճակատում, 60 տոննա զրահ եւ կրակային հզորություն, անխոցելի ճակատային պաշտպանություն, փնդանոթ, որն ի վիճակի է ոչնչացնել ցանկացած խորհրդային տանկ 2 կիլոմետր հեռավորությունից։ Փաստաթղթերը պարունակում էին ամեն ինչ՝ տեխնիկական բնութագրեր, զրահապատման սխեմաներ, կառուցվածքի թույլ կողմեր, արտադրության պլաններ, ռազմաճակատ մատակարարելու ժամկետներ։ Գարեգինը կարդում էր եւ հասկանում. սա հենց այն է, ինչի համար իրեն ուղարկել են այստեղ։ Տեղեկատվություն, որը կարող է փրկել հազարավոր կյանքեր։ Խորհրդային կոնստրուկտորները կիմանան վագրի մասին ռազմի դաշտում դրա հայտնվելուց ամիսներ առաջ։ Կհասցնեն պատրաստվել, կգտնեն պայքարելու միջոցը։ Բայց ինչպես փոխանցել։ Փաստաթղթերը չափազանց շատ էին, մոտ 50 էջ։ Ամեն ինչ մտապահելն անհնար է, դուրս բերելը խելագարություն է։ Նախարարությունից դուրս գալիս երբեմն ընտրանքային ստուգումներ էին կազմակերպում։ Մնում էր միայն մեկ եղանակ լուսանկարել։ Նա պատրաստվում էր 3 օր, ուսումնասիրում էր պահակախմբի ժամանակացույցը։ Մտապահում էր, թե երբ է գնում վերջին աշխատակիցը։ Ստուգում էր, արդյոք աշխատում են արխիվային պահարանների կողպեքները։ Հոկտեմբերի 13-ին նա աշխատավայրում մնաց մինչև ուշ։ Գործընկերներին ասաց, որ հրատապ թարգմանություն է, նախարարը պահանջում է մինչև առավոտ։ Ոչ ոք չզարմացավ, նման բան հաճախ էր պատահում։ Երեկոյան ժամը 10-ին շենքը դատարկվեց։ Մնացին միայն պահակները առաջին հարկում եւ հերթապահ սպան ինչ-որ տեղ, վարչական թևում։ Գարեգինը նստած էր իր աշխատասենյակում, ձևացնելով, թե աշխատում է։ 10:30 նա վեր կացավ եւ գնաց արխիվ։ Միջանցքները դատարկ էին։ Հերթապահ լամպերի աղոտ լույս։ Նրա սեփական քայլերը դղրդյունով արձագանքում էին պատերից։ Սիրտն այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր լսելի է ամբողջ արկում։ Արխիվը գտնվում էր միջանցքի վերջում։ Ծանր դուռ, կոդային կողպեքով։ Գարեգինը հավաքեց կոմբինացիան։ Նա իմացել էր այն մեկ շաբաթ առաջ, երբ պատահաբար հայտնվել էր կողքին, երբ Հեր Շմիդտը բացում էր արխիվը։ Դուռը չրթաց, բացվեց, ներսում մութ էր։ Գարեգինը միացրեց փոքրիկ լապտերը։ Լույսի շողը սկսեց պարել թղթապանակներով լի մետաղական դարակաշարերի վրա։ Անհրաժեշտ թղթապանակը 3-րդ տարակի վրա էր աջ անկյունում։ Նա գտավ այն 1 րոպեում, ձեռքերը դողում էին։ Նա հանեց միկրոխցիկը, փոքրիկ տուփ, որը տեղավորվում էր ափի մեջ։
բացեց թղթապանակը, սկսեց նկարել։ Էջար արեջ, փակաղակի չրթոցը խլացուցիչ էր թվում լռության մեջ։ Չրթ, 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 20-րդ էջի վրա դռան հետևից քայլեր լսվեցին։ Գարեգինը քարացավ, անջատեց լապտերը, դադարեց շնչել, քայլերը մոտենում էին։ Կանգ առան դռան մոտ, ինչ-որ մեկը քաշքշեց բռնակը։ Կուրթ, այստեղ ես, պահակի ձայններ։ Հավանաբար լույս էր տեսել դռան տակից։ Գարեգինը չէր պատասխանում։ Կանգնել էր անշարժ, սեղմված դարակաշարին և աղոթում էր բոլոր աստվածներին, որոնց չէր հավատում։ 1 վայրկյան, 2, 3, հավերժություն։ Քայլերը հեռացան։ Գարեգինը հաշվեց մինչև 100-ը, հետո միացրեց լապտերը և շարունակեց նկարել։ Մատներն այլևս չէին ենթարկվում։ Ժապավենը սահում էր, խցիկը դողում էր։ Նա ավարտեց գիշերվա 12:30։ 47 էջ, բութ մատի եղունգի չափ միկրոժապավենի վրա, տապանակը դրեց տեղը, կողպեց դուռը։ Վերադարձավ աշխատասենյակ, հավաքեց իրերը և դուրս եկավ շենքից։ Մուտքի մոտ կանգնած պահակը նայեց նրան քնաթաթախ աչքերով։ «Մինչև ուշ էիք այսօր, հեր Վեբեր»։ Հրատապ թարգմանություն, պատասխանեց Գարեգինը։ Նախարարը պահանջում է մինչև առավոտ։ Պահակը գլխով արեց և բացեց դուռը։ Գարեգինը դուրս եկավ փողոց։ Հոկտեմբերյան սառը օդը խփեց դեմքին։ Նա քայլում էր Բերլինի մութ փողոցներով, և նրա պիջակի գրպանում դրված էր տեղեկատվությամբ պարկուճը, որն ավելի թանկ արժեր, քան Ռայֆի ամբողջ ոսկին։ Հաջորդ օրը նա պարկուճը տարավ Տիրգարտեն, դրեց 5 աղնու փչակի մեջ, կավիճով նշան արեց լապտերասյան վրա։ 1 ամիս անց տեղեկատվությունը Մոսկվայում էր։ 2 ամիս անց խորհրդային կոնստրուկտորներն արդեն աշխատում էին վագրի դեմ հակատանկային միջոցների վրա։ Երբ 43 թվականին գերմանական ծանր տանկերը հայտնվեցին Կուրսկի աղեղում, նրանց արդեն սպասում էին։ Գարեգինը երբեք չիմացավ, թե քանի կյանք փրկեց իր ժապավենը։ Գուցե 100-ավոր, գուցե 1000-ավոր։ Բայց այդ գիշեր Բերլինի դատարկ փողոցներով տուն վերադառնալիս նա առաջին անգամ զգաց, որ ամեն ինչ իզուր չէր, որ իր զոհողությունն իմաստ ունի, որ Գարեգին Վարդանյանը չի մահացել, նա պարզապես սպասում է իր ժամին։ Կուրթ Վեբերը գնում էր տուն, ժպտալով հոկտեմբերյան լուսնին, իսկ նրա ներսում երևանցի հայը ցածրաձայն շշնջում էր աղոթքի բառերը, որոնք սովորեցրել էր նրան մայրը։ Հնարավոր է արդյոք սիրել իսկապես, երբ ամբողջ կյանքդ սուտ է, երբ յուրաքանչյուր բառը, որ արտասանում ես, խաբեություն է, երբ մարդը սիրահարվում է կինը, իրականում գոյություն չունի։ Գարեգինը կարծում էր, որ գիտի պատասխանը։ Կարծում էր, որ հետախույզն իրավունք չունի զգացմունքների, որ սերը թուլություն է, որը թշնամին անպայման կօգտագործի քո դեմ։ Իսկ հետո նա հանդիպեց Հելգային։ Դա տեղի ունեցավ 1942 թվականի մարտին։ Սովորական աշխատանքային օր, սովորական առավոտ։ Գարեգինը քայլում էր նախարարության միջանցքով, երբ անկյունից դուրս եկավ նա։ Բարձրահասակ շիկահեր, մոխրագույն աչքերով և ժպիտով, որից ինչ-որ բան շուռ եկավ նրա ներսում։ Նրանք բախվեցին, թղթապանակներն ընկան նրա ձեռքից, թղթերը ցրվեցին հատակով մեկ։ Գարեգինը նետվեց օգնելու։ Նրանց մատները պատահաբար հպվեցին։ «Ներեցեք, ես այնքան անշնորհք եմ», ասաց նա։ «Ոչինչ», պատասխանեց նա, և հասկացավ, որ չի կարողանում հայացքը կտրել։ Նրա անունը Հելգա Բրաուն էր, 26 տարեկան, մատակարարման բաժնի քարտուղարուհի, Վերմախտի գնդապետի, համոզված ազգային սոցիալիստի, լեհական արշավանքի հերոսի դուստր, աղջիկ, լավ գերմանական ընտանիքից։ Հենց այն մարդը, որից հետախույզը պետք է հնարավորինս հեռու մնար։ Բայց Կուրթ Վեբերը չէր կարող հեռու մնալ։ Նա հրավիրում էր նրան սուրճի, հետո ընթրիքի, զբոսանքի Տիրգարտենում, հենց այն այգում, որտեղ 5 աղնու փչակում դրված էին նրա գաղտնիքները։ Հետախուզական դպրոցում հրահանգիչներն ասում էին. ընտանիքը լավագույն քողարկումն է, ամուսնացած մարդը պակաս կասկածներ է հարուցում։ Նա արմատավորված է, կայուն, հասկանալի։ Առանց կապերի միայնակ տղամարդը միշտ հարցական է։ Ինչու է մենակ, ինչ է թաքցնում, որտեղից է եկել։ Գարեգինն ինքն իրեն համոզում էր, որ սիրավեպը Հելգայի հետ լեգենդի մաս է, փոխարկման տար, ոչինչ անձնական, բայց նա ստում էր ինքն իրեն։ Հելգան նման չէր մյուս գերմանուհիներին, որոնց նա հանդիպել էր։ Նա չէր խոսում քաղաքականությունից, չէր հիանում ֆյուրերով, չէր քննարկում հաղթանակները ռազմաճակատում։ Նրան հետաքրքրում էին գրքերը, երաժշտությունը, արվեստը։ Նա երազում էր պատերազմից հետո գնալ Իտալիա, տեսնել Վենետիկը, Ֆլորենցիան, Հռոմը։ Մի երեկո նրանք նստած էին Կուրֆյուրստենթամի մի փոքրիկ սրճարանում։
Պատուհանից այն կողմ անձրև էր գալիս։ Հելգան նայում էր ապակու վրայով հոսող կաթիլներին և ցածրաձայն ասաց. «Երբեմն ես մտածում եմ, որ այս ամենը ինչ-որ մղձավանջ է, պատերազմ, մահ, ատելություն։ Ես ուզում եմ արթնանալ և իմանալ, որ այդ ամենը չկա, որ մարդիկ պարզապես ապրում են, սիրում են, ուրախանում են»։ Գարեգինը լռում էր։ Նա չգիտեր ինչ պատասխանել, որովհետև այդ պահին նա հետախույզ չէր։ Կուրտ Վեբերը չէր։ Նա պարզապես տղամարդ էր, ով նայում էր կնոջը և հասկանում, որ սիրահարվել է։ Դա վտանգավոր էր, մահացու վտանգավոր։ Սերը նրան խոցելի էր դարձնում, ստիպում էր սխալներ գործել։ Նա սկսեց ավելի քիչ մտածել գաղտնապահության մասին, և ավելի շատ, թե երբ է նորից տեսնելու նրան։ Սկսեց ռիսկի դիմել, ուշանում էր ժամադրություններին, երբ պետք է գնար դեպի թաքստոցը։ Բաց էր թողնում կապի ազդանշանները հանուն նրա հետ անցկացրած երեկոյի։ Մոսկվան զգուշացում ուղարկեց. «Արարատը կորցնում է զգոնությունը։ Բացատրություն ենք պահանջում»։ Գարեգինը չպատասխանեց։ 2 տարվա ընթացքում առաջին անգամ նա անտեսեց կենտրոնի հրամանը։ Իսկ հետո պատահեց այն, ինչից նա ամենաշատն էր վախենում։ Հելգան սկսեց կասկածել։ Դա տեղի ունեցավ 42 թվականի օգոստոսին։ Նրանք նրա տանն էին։ Այդ ժամանակ նա արդեն առանձին բնակարան էր վարձում։ Հելգան լուցկի էր փնտրում մոմը վառելու համար։ Բացեց նրա սեղանի դարակը և գտավ նոթատետրը։ Սովորական գրքույկ, ոչ մի առանձնահատուկ բան, բայց ներսում տարօրինակ նշումներ, թվեր, սխեմաներ։ Ծածկագիր, որը Գարեգինն օգտագործում էր տեղեկատվությունը մտապահելու համար, նախքան փոխանցելը։ Կուրտ, սա ինչ է։ Գարեգինը սառեց։ Նա կանգնած էր դռան մեջ և նայում էր, թե ինչպես է նա թերթում էջերը, ինչպես է նրա ճակատը կնճռոտվում, ինչպես է աչքերում հայտնվում չհասկացվածություն։ 3 վայրկյանում նա գլխում պտտեց բոլոր տարբերակները։ Սպանել նրան, աներևակայելի է, փախչել, տեղ չկա, ասել ճշմարտությունը։ Մահվան դատավճիռ ստորագրել երկուսի համար էր։ Նա ընտրեց 4-րդ տարբերակը։ Սուտը, ստի մեջ։ Սա իմ համակարգն է, ասաց նա հանգիստ։ Մոտեցավ, մեղմորեն վերցրեց գրքույկը նրա ձեռքից։ Ես մշակում եմ տեխնիկական տերմինների մտապահման մեթոդ։ Վտանգի համար։ Գիտես, թե քանի փաստաթուղթ է պետք լինում թարգմանել ամեն օր։ Առանց համակարգի կխելագարվես։ Հելգան նայում էր նրան։ Երկար, ուշադիր։ Նա տեսնում էր, որ նա չի հավատում։ Տեսնում էր կասկածը նրա աչքերում։ Իսկ հետո նա ժպտաց. «Դու տարօրինակ ես, Կուրտ Վեբեր։ Երբեմն ինձ թվում է, որ ես քեզ բոլորովին չեմ ճանաչում»։ Նա գրկեց նրան, սեղմեց իրեն և շշնջաց ականջին. «Դու ինձ ճանաչում ես ավելի լավ, քան որևէ մեկը»։ Դա ճշմարտություն էր, և դա սուտ էր։ Միաժամանակ, այդ գիշեր նրանք պառկած էին կողք կողքի, և Հելգան մթության մեջ ցածրաձայն ասաց. «Ինձ համար միևնույն է, թե ով ես դու իրականում, Կուրտ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ ես դու թաքցնում։ Ես սիրում եմ քեզ»։ Գարեգինը չպատասխանեց։ Նա պառկած էր բաց աչքերով և նայում էր առաստաղին, որովհետև կյանքում առաջին անգամ նա չգիտեր ինչ անել, որովհետև սերը, որ նա զգում էր, իրական էր, իսկ մնացած ամեն ինչ ոչ, և նա հասկանում էր, վաղ թե ուշ նա ստիպված կլինի ընտրել առաքելության և կնոջ միջև, պարտքի և սրտի միջև, Գարեգին Վարդանյանի և Կուրտ Վեբերի միջև։ Այդ ընտրությունը նրան մասերի կբաժանի։ Կա այսպիսի զգացողություն, երբ գիտես, որ քեզ հետևում են, բայց չես կարողանում տեսնել հետապնդողին, երբ անցորդի յուրաքանչյուր հայացք կասկածելի է թվում, երբ հեռախոսի յուրաքանչյուր զանգ կարող է վերջինը լինել։ Գարեգինը ապրում էր այդ զգացողությամբ Բերլինում գտնվելու առաջին օրվանից, բայց 1943 թվականի փետրվարին այն դարձավ անտանելի։ Ամեն ինչ սկսվեց մանրուքից, փոքր միջադեպից, որը չպետք է հետևանքներ ունենար։ Գաղտնի փաստաթուղթը անհետացավ նախարարության արխիվից 3 օրով, իսկ հետո գտնվեց իր տեղում։ Ինչ-որ մեկը վերցրել էր այն, պատճենել և վերադարձրել։ Ինչ-որ մեկը ներսից։ Գեստապոն սկսեց հետաքննությունը։ Առաջին օրերին Գարեգինը չէր անհանգստանում։ Կասկածյալները տասնյակներ էին։ Արխիվի հասանելիություն ունեցող ցանկացած աշխատակից կարող էր մեղավոր լինել, կարող էր և ոչ ոք մեղավոր չլինել։ Գուցե փաստաթուղթը պարզապես սխալմամբ այլ տեղ էին դրել։ Բայց գեստապոյականները աշխատում էին մեթոդաբար։ Ամեն օր ինչ-որ մեկին կանչում էին հարցաքննության։ Ամեն երեկո ինչ-որ մեկը տուն չէր վերադառնում։ Լուրերը ժանտախտի պես տարածվում էին նախարարությունով մեկ։ Ասում էին, որ շենքում խորհրդային լրտես է աշխատում։ Ասում էին, որ գեստապոն արդեն գիտի, թե ով է դա։ Ասում էին, որ ձերբակալությունը օրերի հարց է։ Գարեգինը շարունակում էր աշխատել այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Ժպտում էր գործընկերներին։
գնում էր ճաշի, քննարկում էր ճակատային նորությունները, բայց ամեն անգամ, երբ միջանցքում հայտնվում էր Սսի սև համազգեստը, նրա սիրտը քարանում էր։ Նրան կանչեցին հարցաքննության մարտի 16-ին։ Նա հիշեց այդ ամսաթիվը մինչև կյանքի վերջ։ Անբամած առավոտ, ցածր երկինք, մանր անձրև։ Ցրիչը բերեց երկտողը։ Հեր Վեբերին ներկայանալ 312 սենյակ, ժամը 14:00-ին։ Սենյակ 312։ Բոլորը գիտեին, թե դա ինչ է նշանակում։ Այնտեղ նստում էին կայսերական անվտանգության գլխավոր վարչության մարդիկ։ Այնտեղ տալիս էին հարցեր, որոնց ավելի լավ էր իմանալ պատասխանները։ Գարեգինը մնացած ժամերն անցկացրեց մտքում պտտելով լեգենդը։ Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր ամսաթիվ, յուրաքանչյուր անուն, եթե միտեղ սխալվի, եթե գոնե մեկ բառը չբռնի, վերջ։ Ուղիղ ժամը 2-ին նա թակեց 312 սենյակի դուռը։ Ներսում երկու հոգի էին։ Մեկը երիտասարդ սպասսից, սառը աչքերով եւ բարակ շուրթերով։ Երկրորդը քաղաքացիական հագուստով տարեց մարդ, որը նման էր հաշվապահի։ Հենց նա էր հարցեր տալիս։ Նստեք, հեր Վեբեր, ծխախոտ։ Գարեգինը նստեց, հրաժարվեց ծխախոտից։ Ձեռքերը դրեց սեղանին, որպեսզի չդողան։ Արձաքննությունը տևեց 4 ժամ։ Նրանք հարցնում էին ամեն ինչի մասին։ Որտեղ է ծնվել, որտեղ է սովորել, ինչպես է հայտնվել Բերլինում, ինչու ընտանիք չունի, ինչու ընկերներ չունի Քյոնիգսբերգում, ինչու երբեք արձակուրդ չի գնում։ Գարեգինը պատասխանում էր հանգիստ, վստահ։ Նա գիտեր իր լեգենդը ավելի լավ, քան իրական կենսագրությունը։ Յուրաքանչյուր պատասխան փորձարկվել էր հարյուրավոր անգամներ, բայց հետո հարցերը փոխվեցին։ Ասացեք, հեր Վեբեր, ինչ ազգության են եղել ձեր նախնիները։ Գերմանացիներ, որքանով ես գիտեմ, մաքուր գերմանացիներ, արդեն մի քանի սերունդ։ Հաշվապահը գլխով արեց, հանեց ինչ-որ թուղթ։ Տեսնում եք, մենք որոշակի կասկածներ ունենք։ Ձեր արտաքինը այնքան էլ բնորոշ չէ հյուսիսային գերմանացու համար։ Մուգ մազեր, մուգ աչքեր, բնորոշ քիթ։ Դուք վստահ եք, որ ձեր ցևի մեջ չեն եղել խառնուրդներ։ Գարեգինը հասկացավ, թե ուր են նրանք տանում։ Նրանք կարծում էին, որ նա հրեա է։ Թաքնվող հրեա, կեղծ փաստաթղթերով։ Դա գրեթե ծիծաղելի կլիներ, եթե այդքան սարսափելի չլիներ։ Տատիկս Էլզասից էր, պատասխանեց նա նույն պատրաստի արտահայտությամբ։ Այնտեղ շատ խառը արյուն կա։ Ֆրանսիական, հնարավոր է։ Հաշվապահը հայացք փոխանակեց սպայի հետ։ Մենք պետք է ստուգենք, դուք կանցնեք ռասայական փորձաքննություն։ Վաղը, առավոտյան 9-ին, կլինիկա Պրինց Ալբրեխտ Շտրասեի վրա, սա հրաման է։ Գարեգինը գլխով արեց։ Վեր կացավ։ Դուրս եկավ սենյակից չծալվող ոտքերով։ Ռասայական փորձաքննություն։ Նա գիտեր, թե դա ինչ է։ Կանգի, քթի, ականջների չափում։ Ամբողջ մարմնի զննում։ Արյան անալիզ։ Եթե փորձագետը որոշի, որ նա զտարյոնարիացի չէ, հետո կփորեն ավելի խորը, կստուգեն փաստաթղթերը, կփնտրեն հետքեր, եւ այդ ժամանակ նրանք կգտնեն, անպայման կգտնեն։ Այդ գիշեր նա չքնեց։ Նստած էր պատուհանի մոտ եւ նայում էր Բերլինի մութ փողոցներին, մտածում էր, թե ինչ անի։ Փախչել։ Ուշ։ Սահմանները փակ են, փաստաթղթերը նշված։ Կապվեր կենտրոնի հետ։ Շատ ուշ է, նրանք չեն հասցնի օգնել։ Ինքնասպան լինել։ Դրան նրան նույնպես սովորեցրել էին։ Արագ մահն ավելի լավ է, քան հարցաքննությունը գեստապոյի նկուղում։ Բայց նա չէր ուզում մեռնել։ Ոչ հիմա։ Ոչ այսպես։ Առավոտյան նա գնաց կլինիկա։ Նրան դիմավորեց բժիշկը, 50 տարեկանին մոտ գերտվամարդ, քրտնած ձեռքերով եւ վազվզող աչքերով։ Նա կատարեց բոլոր չափումները։ Զննեց մարմինը։ Արյուն վերցրեց անալիզի համար։ Իսկ հետո, երբ նրանք մենակ մնացին, կրացավ եւ ցածրաձայն ասաց. Գիտեք, հեր Վեբեր, այս փորձաքննությունները այնքան անվստահելի բան են։ Երբեմն արդյունքները մեկնաբանվում են ոչ միանշանակ։ Հատկապես եթե փորձագետը հասկանում է, որ իր առջև ազնիվ գերմանացի է, ով պարզապես մի փոքր այլ տեսք ունի։ Գարեգինը հասկացավ, ինչքան 3000 ռայխսմարկ։ Արդյունքը պատրաստ կլինի 2 օրից։ Դրանք գրեթե բոլոր թողերն էին, որ նա ուներ։ Պահուստ արտակարգ դեպքի համար։ Բայց միթե սա արտակարգ դեպք չէր։ Նա վճարեց։ 2 օր անց եկավ եզրակացությունը։ Կուրտ Վեբեր, նովթական ռասայի ներկայացուցիչ, աննշան ալպիական խառնուրդով։ Լիովին պիտանի է։ Կասկածները հանվեցին։ Գարեգինը դուրս եկավ նախարարությունից այդ երեկո եւ շաբաթվա ընթացքում առաջին անգամ լիաթոք շունչ քաշեց։ Նա ողջ մնաց։ Նորից։
Բայց նա գիտեր, սա միայն առաջին զանգն էր, որսը շարունակվում է, եւ վաղ թե ուշ նրանք կհասնեն ճշմարտությանը։ 1943 թվականի հուլիսի 5-ին Կուրսկի մատույցներում սկսվեց մարդկության պատմության մեջ ամենախոշոր տանկային ճակատամարտը։ 6000 տանկ, 2 միլիոն զինվոր, հազարավոր ինքնաթիռներ։ Այս ամենը բախվեց մահացու գոտեմարտում ռուսական հողի մի փոքր հատվածի վրա։ Խորհրդային հրամանատարությունը գիտեր հարձակման մասին դրա սկզբից 3 շաբաթ առաջ։ Գիտեր ճշգրիտ ամսաթիվը։ Գիտեր հարվածների ուղղությունները։ Գիտեր թե քանի տանկ կնետի թշնամին եւ որտեղ կենտրոնացված կլինեն գլխավոր ուժերը։ Այս տեղեկատվությունը փոխանցել էր մի մարդ, ով նստած էր Բերլինի իր աշխատասենյակում եւ ռադիոյով նորություններ էր սպասում։ Գարեգինը իմացավ ցիտադել գործողության մասին մայիսի վերջին։ Այդ ժամանակ նրա դիրքը նախարարությունում ամրապնդվել էր։ Ռասայական փորձաքննության հետ կապված պատմությունից հետո նրա հանդեպ կասկածները վերացել էին։ Նա նույնիսկ պաշտոնի բարձրացում ստացավ։ Այժմ աշխատում էր գաղտնիության բարձրագույն կարգի փաստաթղթերի հետ, եւ մի օր նրա սեղանին դրվեց կարմիր գծով թղթապանակը։ Գործողություն ցիտադել, Կուրսկի աղևի վրա ամառային հարձակման պլան։ Գարեգինը կարդում էր եւ զգում, թե ինչպես է արյունը զարկում քունքերում։ Սա պարզապես պլան չէր։ Սա գերմանական ամբողջ ռազմավարությունն էր առաջիկա ամիսների համար։ Ամսաթվեր, ուղղություններ, ուժեր, ամեն ինչ պետք է իմանալ հարվածին պատրաստվելու համար։ Բայց փոխանցել այս տեղեկատվությունը ավելի դժվար էր, քան երբևէ։ Մի քանի գործակալների ձախողումից հետո գեստապոն ուժեղացրել էր հսկողությունը։ Քաղաքում շրջում էին պարեկներ, կասկածելի մարդկանց հետևում էին։ Թաքստոցները ստուգում էին։ Մեկ սխալ քայլ եւ ամեն ինչ վերջացած է։ Գարեգինը մեկ շաբաթ սպասեց, ուսումնասիրում էր իրավիճակը, հետևում էր հետապնդմանը, օրինաչափություններ էր բացահայտում։ Հունիսի 8-ին նա որոշեց, պլանը պարզ էր, հասնել Տիրգարտենի թաքստոցին, թողնել պարկուճը, վերադառնալ տուն։ Կես ժամ ամեն ինչի համար։ Նա արել էր դա տասնյակ անգամներ։ Բայց այդ երեկո ամեն ինչ այնպես չգնաց։ Նա տնից դուրս եկավ երեկոյան ժամը 9-ի սահմաններում, սովորական զբոսանք, ոչինչ կասկածելի։ Անցավ 2 թաղամաս եւ նկատեց նրանց։ 2 տղամարդ քաղաքացիական հագուստով գնում էին հեռավորության վրա, բայց ակնհայտորեն պահում էին նրան տեսադաշտում, հետապնդում։ Սիվտը ընկավ ոտքերը, բայց Գարեգինը կանգ չառավ, չարագացրեց քայլը։ Շարունակեց գնալ այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Թեքվեց դեպի Ֆրիդրիխշտրասե, հետո Ունտերդեն Լինդեն։ Նրանք գնում էին նրա հետևից, պետք էր փոխվել։ Բայց ինչպես։ Փախչել նշանակում է ընդունել մեղքը, գնալ դեպի թաքստոց նշանակում է մատնել այն։ Գարեգինը մտածում էր ընթացքում։ Տարբերակներ էր փնտրում եւ հանկարծ հիշեց. կինոթատրոն, անկյունում, այստեղից 2 թաղամաս հեռավորության վրա։ Երեկոյան սեանսը սկսվում է 9:30։ Նա տոմս գնեց եւ մտավ դահլիճ։ Մթություն, էկրանի առկայծում, ծխախոտի ծխի հոտ։ Հետապնդողները մտան նրա հետևից։ Նա տեսավ նրանց ուրվագծերը դռան մոտ։ Ֆիլմը տևեց 2 ժամ։ Գարեգինը նստած նայում էր էկրանին, չհասկանալով ոչ մի բառ, սպասում էր։ Ավարտից 10 րոպե առաջ նա վեր կացավ եւ գնաց դեպի ելքը։ Ոչ դեպի գլխավորը, այլ դեպի պահեստայինը ծառայողական միջանցքով։ Զուգարան, հետո անձնակազմի համար նախատեսված դուռ, հետո մութ նրբանցք։ Նա դուրս եկավ նրբանցք եւ վազեց 15 րոպե, բակերով, կամարանցումներով, ամայի տարածքներով։ Պտույտներ էր տալիս, շփոթեցնում էր հետքերը, ականջ դնում։ Հետապնդում չկար։ Նա փոկվել էր։ Երեկոյան 11-ին նա Տիրգարտենում էր։ Այգին դատարկ էր։ Պարետային ժամից հետո այստեղ ոչ ոք չէր մտնում։ Նա գտավ ծանոթ կաղնին, ձեռքը մտցրեց փչակի մեջ, թողեց պարկուճը եւ միայն այդ ժամանակ թույլ տվեց իրեն արտաշնչել։ Տեղեկատվությունը գնաց Մոսկվա հունիսի 12-ին։ 3 շաբաթ ճանապարհի համար, 21 օր պատրաստվելու համար։ Խորհրդային հրամանատարությունը պատրաստվեց։ Երբ հուլիսի 5-ին գերմանական տանկերը գնացին գրոհի, նրանց սպասում էին ականապատ դաշտեր, հակատանկային խրամատներ, հրետանային դարաններ։ Վագրերը, որոնք պետք է ճեղքեին պաշտպանությունը, այրվում էին մեկը մյուսի հետևից։ Հարձակումը խեղդվեց արյան մեջ։ Գարեգինը լսում էր ամփոփագրերը ռադիոյով եւ չէր հավատում իր ականջներին։ Գերմանացի հաղորդավարները խոսում էին ռազմաճակատի դծի հաջող հավասարեցման մասին, բայց նա հասկանում էր, սա ջախջախում է, սա բեկում է, սա վերջի սկիզբն է։ Նախարարությունում լռություն էր տիրում։ Գործընկերները քայլում էին մոխրագույն դեմքերով։ Հեր Հոֆմանն այլևս ծիծաղելի պատմություններ չէր պատմում,
Հեր Շմիդը փակվել էր աշխատասենյակում եւ դուրս չէր գալիս ամբողջ օրով։ Իսկ Գարեգինը նստած էր իր սեղանի մոտ եւ փաստաթղթեր էր թարգմանում։ Ինչպես միշտ, կարծես ոչինչ չէր պատահել։ Կարծես ոչ թե ինքն էր հենց նոր օգնել բեկեր մարդկության պատմության մեջ ամենամեծ պատերազմի ընթացքը։ Գիտեք թե որն է ամենատարօրինակը վերջաբանի մեջ։ Այն աննկատ է գալիս։ Դու տարիներով սպասում ես դրան, պատրաստվում ես դրան, վախենում ես դրանից, իսկ հետո այն պարզապես գալիս է։ Լուր, առօրեական, առանց ֆանֆարների։ Գարեգինի համար վերջը սկսվեց 1944 թվականի ապրիլին։ Բերլինը ռմբակոծում էին ամեն գիշեր։ Ամերիկացիները ցերեկը, բրիտանացիները գիշերը։ Քաղաքը վերածվում էր ավերակների։ Ամբողջ թաղամասեր անհետանում էին մեկ գիշերվա ընթացքում։ Մարդիկ քնում էին նկուղներում, մետրոյում, ռմբապաստարաններում։ Ամեն առավոտ փողոցներում դիակներ էին ընկած լինում։ Պատերազմը տուն էր գալիս։ Գարեգինը շարունակում էր աշխատել, բայց նախարարությունն արդեն այն չէր, ինչ նախկինում։ Աշխատակիցների կեսը զոհվել էր կամ տարհանվել։ Փաստաթղթերը այրվում էին շենքերի հետ միասին։ Գործարանների հետ կապն ընդհատվում էր։ Քաոսն աճում էր օրեցօր։ Մոսկվայի հետ կապը կտրվեց մարտին։ Տիրգարտենի թաքստոցը ոչնչացվել էր ռումբից։ Պահեստային թաքստոցը փորփրել էր գեստապոն։ Ցրիչը, ով վերցնում էր պարկուճները, անհետացել էր։ Ձերբակալվել էր կամ սպանվել, Գարեգինը չգիտեր։ Նա մենակ էր, 4 տարվա ընթացքում առաջին անգամ բոլորովին մենակ։ Եվ նա զգում էր, որ ժամանակը սպառվում է։ Կասկածները նրա շուրջ խտանում էին, չափազանց շատ զուգադիպություններ, չափազանց շատ արտահոսքեր նրա բաժնից։ Գեստապոն նորից սկսեց ստուգումները։ Նորից կանչում էին հարցաքննությունների։ Նորից տալիս էին հարցեր, որոնց պատասխանելը գնալով դժվարանում էր։ Իսկ հետո եկավ հրամանը։ Վերջին հրամանը կենտրոնից, փոխանցված փողոցում պատահական ցրիչի միջոցով։ Գործողություն Overlord։ Դաշնակիցները պատրաստում են ափանում Ֆրանսիայում։ Անհրաժեշտ է ապատեղեկատվություն։ Պետք է համոզել գերմանացիներին, որ ափանումը լինելու է Կալեյում, ոչ թե Նորմանդիայում։ Գարեգինը հասկանում էր, սա ինքնասպանություն է։ Կեղծ փաստաթղթեր գցել մի նախարարություն, որտեղ իրեն առանց այն էլ կասկածում են։ Սա ստույգ մահ է, բայց նա համաձայնեց։ Մայիսի 29-ը արեց այն, ինչ արել էր տասնյակ անգամներ։ Մինչև ուշ մնաց աշխատավայրում։ Սողոսկեց արխիվ։ Բայց այս անգամ նա ոչ թե վերցնում էր փաստաթղթերը, այլ դնում էր թղթապանակ գաղտնի հետախուզական տվյալներով։ Աղբյուրը գործակալ բրիտանական շտաբում։ Բովանդակությունը Կալեյում ափանման պլանները։ Մանրամասն համոզիչ, կատարյալ կերպով կեղծված։ Նա դրեց թղթապանակը բաժնի պետի սեղանին, այնպես, որ այն գտնեն առավոտյան, այնպես, որ այն հասնի նրանց, ովքեր որոշումներ են կայացնում, իսկ հետո հեռացավ։ Հունիսի 6-ին դաշնակիցները ափ իջան Նորմանդիայում։ Գերմանական պահեստազորը կանգնած էր Կալեյում, սպասելով հարձակման, որը երբեք չէր լինելու։ Երբ նրանք հասկացան սխալը, արդեն ուշ էր։ Գարեգինը իմացավ ափանման մասին երեկոյան լուրերից։ Նա նստած էր իր բնակարանում եւ լսում էր հաղորդավարի հիստերիկ ձայնը, որը գոռում էր թշնամու ժամանակավոր հաջողության մասին, եւ 4 տարվա ընթացքում առաջին անգամ իրեն թույլ տվեց ժպտալ։ Բայց նա գիտեր, պետք է հեռանալ, անհապաղ։ Գեստապոն կսկսի փնտրել արտահոսքի աղբյուրը։ Վաղ թե ուշ նրանք կհասնեն իրեն։ Օրեր, գուցե ժամեր, ահա այն ամենը, ինչ նրան մնացել էր։ Նա հավաքեց իրերը։ Քիչ բան, մեկ ճամփրուկ, ինչպես ժամանման օրը։ Փաստաթղթեր, փող, մոր լուսանկարը, որը նա պահել էր այս բոլոր տարիներին, թաքցնելով պիջակի աստառի մեջ։ Մնում էր մեկ բան՝ Հելգան։ Նա գնաց նրա մոտ ուշ երեկոյան։ Նա բացեց դուռը, տեսավ նրա դեմքը եւ ամեն ինչ հասկացավ առանց բառերի։ Դու մեկնում ես։ Այո, ընդմիշտ։ Այո։ Նա չէր լալիս, պարզապես կանգնել եւ նայում էր նրան այն մոխրագույն աչքերով, որոնք նա այդքան սիրում էր։ Ով ես դու իրականում, Կուրտ։ Նա լռում էր, երկար, իսկ հետո ասաց ճշմարտությունը։ Առաջին ճշմարտությունը 4 տարվա ընթացքում։ Իմ անունը Կուրտ չէ, եւ ես գերմանացի չեմ։ Ուրիշ ոչինչ չեմ կարող քեզ ասել։ Բայց այն, ինչ ես զգում էի քո հանդեպ, իրական էր։ Միակ իրական բանը իմ այստեղի կյանքում։ Հելգան մոտեցավ նրան, գրկեց, շշնջաց ականջին։ Ես գիտեի, վաղուց գիտեի, եւ ինձ համար միևնույն է։ Նրանք այդպես կանգնեցին մի քանի րոպե։ Մի ամբողջ ավերժություն, իսկ հետո նա բացեց ձեռքերը եւ հեռացավ։ Նրա բնակարանի սեղանին մնաց նամակ։ Նա գրել էր այն նախապես, նամակ առանց անվան, առանց հասցեի, առանց բացատրությունների, պարզապես բառեր, երբ ամեն ինչ ավարտվի, գտիր ինձ։
Ես կսպասեմ։ Նա չգիտեր, կգտնի արդյոք նա իրեն։ Չգիտեր, ողջ կմնա արդյոք նա։ Չգիտեր, ողջ կմնա արդյոք ինքը։ Բայց նա հուսում էր։ Հաջորդ 3 շաբաթվա ընթացքում նա անցնում էր ավերված Գերմանիայի միջով, ոտքով, պատահական մեքենաներով, բեռնատար գնացքներով։ Հագնվում էր ավերակներում, ուտում էր այն, ինչ գտնում էր։ Գնում էր դեպի արևելք, այնտեղ, որտեղ որոտում էին խորհրդային թնդանոթները։ 1944 թվականի հուլիսի 2-ին նա դուրս եկավ ռազմաճակատի առաջնագից, բարձրացրեց ձեռքերը և գոռաց ռուսերեն. «Չկրակեք, ես Յուրային եմ, ես Արարատն եմ»։ Զինվորները նայում էին նրան ինչպես ֆելագարի։ Գերմանական հագուստով ցնցոտիավոր մարդ, ով գոռում էր ռուսերեն, բայց նրանք չկրակեցին, և Գարեգին Վարդանյանը, նա, ում 4 տարի առաջ ողջ թաղել էին, վերջապես վերադարձավ մեռելներից։ Դուք կարծում եք, որ պատմությունն ավարտվում է երջանիկ վերադարձով, որ հերոսը տուն է գալիս, նրան դիմավորում են որպես հաղթողի, շքանշաններ են կախում կրծքին և շնորհակալություն հայտնում։ Այդպես լինում է կինոյում, կյանքում ամեն ինչ այլ է։ Գարեգինին չդիմավորեցին որպես հերոսի, նրան դիմավորեցին որպես կասկածյալի։ ՍՄԵՐՇ-ը, խորհրդային ռազմական հակահետախուզությունը, չէր հավատում ոչ ոքի, հատկապես նրանց, ովքեր 4 տարի ապրել էին թշնամու որջում և ողջ վերադարձել, հատկապես նրանց, ովքեր չափազանց լավ էին խոսում գերմաներեն, հատկապես նրանց, ում անհնար էր ստուգել։ Նրան ուղարկեցին ֆիլտրացիոն ճամբար Սմոլենսկի մոտակայքում, բարակներ, փշալարեր, պահակախումբ, շներով, գրեթե ինչպես համակենտրոնացման ճամբար, միայն թե յուրային, խորհրդային։ Հարցաքննությունները տեղի էին ունենում ամեն օր։ Նույն հարցերը, նորից ու նորից։ Ով է հավաքագրել։ Երբ, ինչ առաջադրանքներ ես կատարել, ինչ տեղեկատվություն ես փոխանցել, ում հետ ես հանդիպել, ում ես ճանաչել։ Գարեգինը պատասխանում էր, մանրամասն, համբերատար, անգամ առ անգամ, բայց նրան չէին հավատում։ Իսկ միգուցե դուք կրկնակի գործակալ եք։ Իսկ միգուցե ձեզ վերահավաքագրել են։ Իսկ միգուցե այս ամբողջ պատմությունը լեգենդ է, որը հորինել են գեստապոյում։ Նա նստում էր սառը խցում և մտածում. միթե սրա համար էր։ 4 տարվա դժոխք, 4 տարի մահվան եզրին, որպեսի սատկեմ սեփական հակահետախուզության նկուղում, նրան փրկեց պատահականությունը։ Քննիչներից մեկը Թբիլիսահայ դուրս եկավ։ Նա լսեց Վարդանյան ազգանունը և հետաքրքրվեց։ Սկսեց փորփրել, գտավ հավաքագրման հին փաստաթղթերը։ Կապվեց հետախուզական դպրոցի նախկին հրահանգիչների հետ։ 3 ամիս անց գործը փակեցին։ Գարեգինին մաքուր ճանաչեցին, ավելին ճանաչեցին հերոս, բայց հերոս նա դարձավ գաղտնի։ Նրան պարգևատրեցին կարմիր դրոշի շքանշանով, հանձնեցին փակ աշխատասենյակում, առանց մամուլի, առանց լուսանկարիչների, սեղմեցին ձեռքը և խնդրեցին մոռանալ ամեն ինչի մասին։ Ոչ ոքի չպատմել, երբեք չհիշատակել։ Պետական գաղտնիք։ Նա վերադարձավ Երևան 1945 թվականի դեկտեմբերին։ Պատերազմն ավարտվել էր 5 ամիս առաջ։ Մարդիկ տոնում էին հաղթանակը, կառուցում նոր կյանք, թաղում մեռելներին։ Գարեգինը եկավ այն տունը, որտեղ մեծացել էր։ Տունը տեղում էր, փոքրիկ, խարխուլ, ծռված փեղկերով, բայց ներսում մոտար մարդիկ էին ապրում։ Մայրը մահացել էր 43 թվականին։ Հարևանները պատմեցին։ Նա այդպես էլ ուշքի չեկավ ամուսնու ձերբակալությունից և որդու անհետացումից հետո, պարզապես մարեց։ Դադարեց ուտել, դադարեց խոսել, դադարեց ապրել։ Նա մահացավ, չիմանալով ճշմարտությունը։ Մահացավ, կարծելով, թե իր որդին դավաճան է, որը փախել է արտասահման։ Մահացավ մենակության, աղքատության և հուսահատության մեջ։ Գարեգինը կանգնած էր նրա գերեզմանի մոտ և չէր կարողանում լալ։ Արցունքները վերջացել էին ինչ-որ տեղ այնտեղ, Բերլինում։ Մնացել էին միայն դատարկություն և լռություն։ Հաջորդ 20 տարին նա ապրեց սովորական կյանքով։ Աշխատեց որպես ինժեներ գործարանում։ Ամուսնացավ Անուշ անունով լավ կնոջ հետ։ Մեծացրեց 2 որդի։ Երբեք նրանց չպատմեց պատերազմի մասին։ Երբեք չխոսեց Բերլինի մասին։ Երբեք չարտասանեց Կուրտ Վեբեր անունը։ Բայց երբեմն գիշերները նա երազներ էր տեսնում։ Օտար քաղաքի մոխրագույն փողոցներ։ Սուրճի բույրը փոքրիկ սրճարանում։ Այն կնոջ մոխրագույն աչքերը, ում նա սիրում էր և լքեց։ Նա այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց Հելգային։ Փորձում էր գտնել նրան պատերազմից հետո, բայց ինչպես փնտրել մարդու ավերված Գերմանիայում։ Նա անհետացել էր հազարավոր ուրիշների պես։ Գուցե զոհվել էր ռմբակոծության ժամանակ։
Գուցե ընկել էր խորհրդային գոտի եւ կորել ճամբարում։ Գուցե մեկնել էր արևմուտք եւ նոր կյանք սկսել։ Նա հույս ուներ, որ նա ողջ է մնացել։ Հույս ուներ մինչև վերջ։ 1965 թվականին նրան կանչեցին Մոսկվա։ Նա մտածում էր նորից հարցաքննություններ, նորից կասկածներ։ Բայց քննիչների փոխարեն նրան դիմավորեց բարի դեմքով մի տարեց գեներալ։ Գարեգին Աշոտովիչ ասաց գեներալը սեղմելով նրա ձեռքը։ Ես ցանկանում եի անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել հայրենիքի անունից, միլիոնավոր մարդկանց անունից, ովքեր երբեք չեն իմանա ձեր անունը։ Նա սեղանին դրեց թղթապանակը, հաստ, ժամանակից դեղնած։ Սա ձեր գործն է, ձեր բոլոր փոխանցումները, ձեր բոլոր զեկուցագրերը։ Մենք հաշվարկել ենք, տեղեկատվությունը, որը դուք փոխանցել եք, կրճատել է պատերազմը առնվազն 1 տարով։ Դա 100,000-ավոր փրկված կյանքեր են։ Գուցե միլիոն։ Գարեգինը նայում էր թղթապանակին եւ լռում։ Նա չգիտեր ինչ ասել, չգիտեր ինչ զգալ։ Գեներալը շարունակեց. Ցավոք, մենք չենք կարող գաղտնազերծել ձեր գործը, չենք կարող պատմել մարդկանց ձեր մասին։ Դուք կմնաք անանուն հերոս, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, հայրենիքը ձեզ չի մոռացել։ Գարեգինը դուրս եկավ աշխատասենյակից եւ երկար կանգնած էր Մոսկովյան փողոցում։ Նայում էր անցորդներին, երիտասարդ մարդկանց, ովքեր ծնվել էին պատերազմից հետո։ Նրանք ծիծաղում էին, խոսում, ապրում իրենց կյանքով։ Նրանք չգիտեին, թե ինչի միջով են անցել իրենց հայրերն ու պապերը։ Չգիտեին մի մարդու մասին, ով 4 տարի ձևացել է թշնամի, որպեսզի նրանք կարողանան ապրել։ Եվ դա ճիշտ էր, այդպես էր պետք է լիներ։ Նա վերադարձավ Երևան, շարունակեց ապրել սովորական կյանքով։ Խնամում էր թոռներին, նստում էր այգու նստարանին, նայելով Արարատին, Սուրբ լեռը։ Նա, որը նա երբեք չէր տեսել Բերլինից։ Նա, որը երազին էր գալիս ամեն գիշեր բոլոր 4 տարիների ընթացքում։ Նա, որը կանչում էր նրան տուն։ Նա մահացավ 1987 թվականին 71 տարեկան հասակում։ Հանգիստ, քնի մեջ, ժպիտը դեմքին։ Կողքին էին կինը, որդիները, թոռները։ Նրա գերեզմանին ոչ մի բառ չկա պատերազմի մասին։ Չկան շքանշաններ, չկան մեդալներ, չկան կոչումներ։ Պարզապես անունը եւ ամսաթվերը։ Գարեգին Աշոտովիչ Վարդանյան 1916-1987։ Բայց եթե դուք երբևէ հայտնվեք Երևանում եւ ցանկանաք գտնել նրա գերեզմանը, հարցրեք տեղի բնակիչներին։ Նրանցից ոմանք գիտեն, ոմանք հիշում են պատմությունը մի մարդու մասին, ով ապրեց 3 կյանք եւ ոչ մեկը ինքը չընտրեց։ Պատմություն հայի մասին, ով ուրվական դարձավ գազանի որջում եւ հաղթեց։ Այս պատմությունը հորինվածք է, բայց այն հիմնված է իրական դեպքերի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուրավոր խորհրդային հետախույզներ աշխատում էին թշնամու թիկունքում։ Նրանցից շատերը զոհվեցին։ Շատերը այդպես էլ մնացին անանուն։ Նրանց մեջ կային հայեր, վրացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, տարբեր ազգությունների մարդիկ, միավորված մեկ նպատակով՝ հաղթել չարիքին։ Գարեգին Վարդանյանը հավաքական կերպար է, բայց նրա նման մարդիկ գոյություն են ունեցել։ Նրանք ապրել են թշնամիների մեջ, վտանգել են կյանքը ամեն օր, կորցրել են իրենց ուրիշի կերպարանքներում, եւ նրանց շնորհիվ մենք ապրում ենք։ Հիշեք նրանց,